Համեցեք, պարոն Մանուկյան, սկսեք։ Պարոն Գաբրելյան, 22 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տալ 4-ը ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու 2.5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիային անցնում է 2 տարի 25 թվականի օգոստոսին կրթության գիտության նախարարին հարցնում եմ այդ փողը որ տվել եք ֆուտբոլի ֆեդերացիային խաբար կա այդ փողից 2 տարի անցել է էլի կարել էր դաշտերը սարքել ծաղկացնել ինձ պատասխանում են որ քննարկվում է նախագծան նախահաշվային նախագծերի համար մրցույթ հայտարարել է դեռ ասում են մի դաշտ էլ չեն կարողանում գտնել ձեր պատասխանում իմիջիալից չասեք որ Իջևան Գեղարքունիք Տավուշ Երևան չասեք որ Իջևանում մարզադաշտ է կառուցվում որովհետև դա նոր մարզադաշտ է իսկ 22 թվականին կառավարությունը տվել է Իջևանի նախկին մարզադաշտի վերանորոգման համար կարող եք ասել 26 թվականի օգոստոսն ենք ինչ լուր կա այդ 4 մարզադաշտի որի համար կրկնում եմ դեռ 22 թվականի դեկտեմբերին կառավարությունը 2.5 միլիարդ դրամ տվել է Շնորհակալ եմ պարոն Մանուկյան որքան որ ես եմ տեղյակ այդ գումարը երբևէ ոնց է կոչվում Գանձապետարանի հաշվի համարից դուրս չի եկել եւ չի գնացել ֆեդերացիայի հաշվին պատճառները մի քանիսն են երկուսը գիտեմ մոտավորապես որտեղ ֆեդերացիան որտեղ մատը դրել է որ ուզեցել է կառուցի բարձվել է նախկին մարզպետի կամ քաղաքապետի ապօրինի գույքն է գնացել է ուզեցել է կառուցի դատախազությունն եկել ասել է բարև ձեզ այս գույքը նախկին մարզպետն է քաղաքապետն է падգամավորն է նախարարն է իրանց ամբողջ գույքն ես մեղավոր եմ որ այնպես է կառավարել որ Հայաստանի 29743 կիլոմետր տարածքի վրա գրեթե տենց մեծ հեկտարով ազատ ել չեմ ասում պետական սեփականություն հանդիսացող հողակտոր չկա մի դեպք գիտեմ որ օրինակ չեմ կարող հիշել կոնկրետ Տավուշում էր թե որտեղ որ ուզում էր կառուցել պարզվեց նախկին մարզպետինն է գին էր առաջարկում համեր գինը բերեցին որ պիտի փոխանցեն դատախազությունը եկավ կալանքի տակ դրեց ասեց սա ապօրինի ծագում ունեցող գույք է տրամաբանությունը հասկանում որտեղ ինչպես կարող էր մարզպետը չգիտեմ ասենք 300,000 դրամ աշխատավարձով տենց մի քանի 100 հեկտար ինչպես Մարտունիում էլ կա բայց ինչքան ես տեղյակ եմ որոշ մասը արվել է կարծեմ 4-ից մեկը Երևանում էր ու ոնց որ թե Երևանում մոտենում ենք ավարտական փուլին ամեն դեպքում մեզ պետք է մինչև 2029 թվականը ունենալ 3 մարզադաշտ եւ ես ուրախ եմ որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է ներդրում այստեղանում այլ ֆուտբոլային ակումբներ կան հա տեսնում ենք Յուվենտուսի ակադեմիան Նոանա կառուցում շատ մեծ նախատեպ ունեցող մարզ Բենֆիկան կուզեմ որ Արարատ Արմենյանն է գոնե մի հատ խաղադաշտ կառուցի շատ կուզեմ անկեղծ շատ եմ ուզում որտեվ լավ թիմ է բայց մի հատ սեփական դաշտ չունի Արձագանք Պարոն Գաբրելյան 3 րոպեում սկզբի ու վերջում իրար հարությունաշան հակասեցիք քիչ բարձր էլի խնդրում եմ 3 րոպեվա մեջ հարությունաշան տարբեր բան ասեցիք եթե ասում եք մի մարզադաշտը գրեթե պատրաստ է բայց դրա փողը որտեղ է եթե ասում եք գանձապետական հաշվին է նա գանձապետական հաշվին չի 22 թվականի դեկտեմբերից հետո 23 թվականի հունվարի 30 օրվա մեջ փողը փոխանցվել է ֆուտբոլի ֆեդերացիային կառավարության որոշումն էլ այդպես է նախարարն էլ ինձ պատասխանել է որ ֆուտբոլի ֆեդերացիային է երկրորդը որ էլի նախկիններին եք մեղադրում մումնատ գալու դեպքում կառավարության աշխատակազմի ղեկավարին եթե կառավարությունը նախագիծ է սարքում որոշման ու նշում է այս մարզադաշտերը փողն է միանգամից տալիս է բայց չեն ուսումնասիրել այդ մարզադաշտը ումն է հանրային սեփականություն է մասնավոր սեփականություն է ունեք դուք ձեր գրպանից 2.5 միլիարդ կտակ ինչ որ վերանորոգ հողի տունը վերանորոգի 3 տարի հետո տունը չվերանորոգվի ու դուք էլ հանգիստ համարեք որ արեստավորին 2.5 միլիարդ փող եք տվել Դժվար ասել կտամ թե չէ եթե 500 միլիարդ ունենամ կարող է տենց 2.5 միլիարդը տամ սպասեմ 3 տարի բայց ինչքանով էլի որ ես եմ տեղեկացված կարգը այդպեսին այո փոխանցվում է ինչ որ մեկին ֆորմալ առումով տիտղոսային բայց այդ գումարը դուրս չի գրվում գանձապետանից այսինքն ինքը մնում է այդ հաշվին դա ես ասում 2022 թվականից որ դուք բերեցիք օրինակ որովհետև էլի նույն Երևանի դեպքում
այնտեղ ինչ-որ հողային խնդիրներ կան, որ քաղաքապետարան համայնք եւ մասնավորի լուծվել է, գուցե 22 չէ, 24 թվականին արդեն որոշ կտորը փոխանցվել է եւ արվել է։ Հիմա բայց հարցի իմաստը չհասկացա, էլի, այսինքն ինչն ենք ուզում։ Այդ գումարը չի կորել ոչ միտեղ, չի անհետացել, եթե անգամ չի ծախսվել, այո, կարող է ասեք արդյունավետության տեսանկյունից անարդյունավետ է։ Ես էլ եմ կարծում, որ օրինակ կարող է այդտեղ լինի, որ որոշ դրվագներ, որ անարդյունավետ է օգտագործել կամ փորձել օգտագործել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ գումարները։ Եթե ինձ այնց հետ եք ուզում լսեք, ասեցի։